Հայկական ավանդական լավաշը ջավախքում թխում են դեռ հին ժամանակներից։ Յուրաքանչյուր տանտիկին յուրովի է պատրաստում։ Լավաշը ոչ միայն հաց է, այլև մշակույթի մի մաս, որը կրոնական եւ պաշտամունքային նշանակություն ունի հայերի կյանքում, ինչպես ջավախքում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Նույնիսկ լավաշի արտադրամասերում շատերը դեռևս շարունակում են լավաշը թխել մեր նախնիներից ժառանգած հին ավանդույթների համաձայն։ Մեր արտադրանքի մասին մենք շատ գոհ ենք, ամեն ինչ ձեռքով է, հնություն է, 5 տարի եք աշխատենք, ամեն ինչ նորմալ է, շատ լավ է։ Շաղվելը, կենտելը, բանալը, դայվ ձեռքի աշխատանք է միրը։ Շրջանի մեջ միակն է, որ իսկական թոների հաց է։ Գերակը մենք աթար կվառենք, նու գազը քիչ կա մեջը, բայց մեծ իմացամբ աթար կվառենք։ Միրը թանիր է իսկական, տարբերություն այդիկ է։ Կենիկ էլեկտրոնի է, տոքով է, բայց մենք թոնիրով կեպինք, իսկական են հենության թոնիրը, նույն ձևին, ինչ որ մենք ներկայիս կեպենք, նույնը մեր տատիկներն ու մայրերն են եփել, նույնիսկ ես հենությունում ասենք հավաքվեինք, մեկը բանակը, մեկը զայներկը, մեկը մեզի պես այսմա երկելով ուրախ սևարդ կեպինք։ Այս թոնրատուն արդեն համարյա կլինի բացված է 2 տարի, միշտ օգտվում եմ այս թոնրի լավաշից, որ հիշեցնում է իսկական հայկական լավաշի համն ու հոտը, շատ համեղ է լավաշը և շատ գովելի։ Ավանդույթի համաձայն հացը թխում են վաղ առավոտյան, իսկ թոնրի կրակը վառվում է դեռ լուսաբացին։ Թխման պրոցեսը ուղեկցվում է առավոտյան օրհնություններով եւ աղոթքներով։ Հին ու բարի ժամանակներում ամեն ինչ ձեռքի աշխատանք էր, իսկ հաց պատրաստելու սուրբ գործը վստահվում էր ընտանիքի նանիին։ Թանդիրը վառել եմ, շենքել եմ, ես եմ վառել, մամաս հիվանդ էր, եփել եմ, փոքր էի, բաբաս կողքս կնասիր, այնտեղ կասին ագիշ, էլի հացը հանելու համար։ Կարներ բաբաս քովը, ես կզարգեի, բաբաս կհաներ։ Եփել եմ շատ էր։ Սովետական կարգերի փլուզումից հետո 1992 թվականին, երբ սկսեց հացի կրիզիսը, սկսեցինք մտածել ինչ ենք, երկաթի վրա հաց կենենք, հետո մտածեցինք ուրիշ վայրանդ, սարքեցինք թոնրատուն, թոնիր դարինք, սկսեցինք հաց եփելը, մեր ընդհանուր նորաշենի հարևաններով։ Վառեինք թոնիրը, հացերը կշաղվեին հարսները, փերեին, ես կսկսեի եփելը։ Մեկը կբանար, մեկը կգնդեր, մեկը նա զայներ թոնրից դուրս կհաներ։ Շատ հաճելի էր մեզի համար։ Մենք հացի կարիք չենք ունեցել այդ ժամանակ։ Ալուրը ճիշտ է շատ թանկ էր, բայց ստիպված կառնեինք, մենք մեզի համար հաց կերպեինք, մենք մեր քերդինքով հաց կվաստակեինք։ Մենք հացը տրոժով կպատրաստեինք, տրոժը խմորն էր, թթու խմոր ավելի շուտ։ Թթու խմորով պատրաստեինք մեր հացը, թթվեցնեինք, պատրաստեինք, շատ համեղ էր։ Մենք թնդրին բոյը մետրինա դաժը ավելի եղե, այդքան հաց ենք, լավաշը, երկար, բաթաթով, գերդնակով, մադնքաշ կպատրաստեինք։ Հետո թոնիրը իշնել են, հետև քարտոլ կգցեինք թոնրի մեջ, նույն էլի հարևաններով նստեինք, հաճելի կուտեինք, այն ժամանակ շատ լավ էր։ Այդ վայրանդը շատ լավ էր, չեմ ասել սավսեմ լավ էր, բայց էլի լավ էր, որ մարդկություն կար մեկը մեկին հետ, նստեինք, ելեին, շատ լավ զբաղմունք էր մեզի համար։ Փոխվել են ժամանակները, փոխվել նույնիսկ մարդկանց ապրելակերպը։ 21-րդ դարում ցանկացած աշխատանքի գերակշռող մասը վստահված է ժամանակակից տեխնոլոգիաներին, այդ թվում նաև լավաշ թխելու ողջ գործընթացը։ Աթնել, մածունել, փետնել, տոհլա ջուրնել։ Բա,
Եթե համատենք անց հին ժամանակների հետ, հիմի շատ հեշտ է ու որակով։ Այն հին փուրը, որ կեփեին ժամանակը շատ երկար էր, բայց իստեղ շատ կարճ ժամանակով վերջացնենք է։ Եղել է թանդրի մեջ, բայց մեջ արտադրամասի մեջ թանդիր չի եղել, մենք եփել ենք փեշկով, գազի փեշկով, էլի լավ հաց էր, լավ որակ էր, բայց ոչ այսման, իսկ Սևանի լավաշն է։ Համը անդիր է, շվաբշը համի մասին խոսք չկա։ Սովորության համաձայն առաջին 7 լավաշը ոչ ոքի չեն տալիս, դրանք համարվում են ընտանիքի առատությունը։ Այս ավանդույթը խորհրդանշում է աշխարհի արարման 7 օրերը։ Լավաշը հայերեն բառ է, որը առաջացել է անմիջապես պատրաստման ընթացքում։ Խմորը բացելուց հետո այն պետք է լավ ձգվի, ահա թե որտեղից է ծագել այս բառը։ Լավ քաշած, որ փոփոխությունների ենթարկվելով դարձել է լավ քաշ։ Այնուհետև հացը ստացել է իր վերջնական անունը՝ լավաշ։ Es pasta maga tarturin yari ka